Առաքելությամբ կին հաղորդաշարի տաղավարում է բալետի առաջատար պարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, Արամ կաթողիկոսի կողմից շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալակիր Ժակլին Սարխոշյանը։ Ողջույն Ժակլին, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու եւ մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ժակլին, բալետը ամենադաժան եւ ամենանուրբ արվեստի ճյուղերից է։ Ինչպիսի ներքին ուժ է տվել ձեզ բալետը, որը օգնել է նաեւ ձեզ կյանքում։ Առաջինը դաստիարակելն է, առաջինը տվել է դիսցիպլինա, որ դու պետք է այս ժամից վեր կանաս, աշխատես, գնաս դահլիճ եւ աշխատես քո վրա, առաջինը։ Երկրորդն էլ համառություն, որովհետև ոչ մի բան չի տրվում բալետում հեշտ ու հանգիստ, բացի համառությունից դու պետք է լինես նաև կիրթ, դու պետք է կրթվես, չես կարող լինես անգրագետ, առաջինը դա, եւ երևի ամեն ինչում է օգնել դառնալ պերֆեկցիոնիստ, ձգտես անես լավագույնը, ձգտես անես միշտ փնտրես հետաքրքիր ավելի, նորավոճ, որովհետև նույնիսկ բալետի մեջ կա նոր ճյուղեր, նոր բացահայտումներ, հարստացնես քո տեսանկյունը, տեսավայրը, այդ ամեն ինչը, շրջապատը, որովհետև մի քիչ բալետը, գիտեք ինչ փակված է, որովհետև ոչ բոլորն են հասկանում բալետը եւ ոչ բոլորն են սիրում բալետը։ Պետք է նենց կարողանանք ներկայացնենք դա, որ հասանելի լինի եւ երեխաներին, դաստիարակել բալետով երեխաներին։ Կատարելության մասին նշեցիք, բալետի պարուհին հանդիսատեսի համար եւ բեմի վրա կատարյալ կերպար է։ Բայց ինչի միջով է անցնում այն կինը, ով պետք է ստեղծի կատարյալը եւ լինի կատարյալ։ Ես կարող եմ իմ մասին ասել։ Նայեք, 8 տարեկանից նախ դու կորցնում ես քո մանկությունը, դու 8 տարեկանից գտնվում ես դահլիճում, դպրոցում, որովհետև ձեր դասերը վերջանում են 4:30, բայց 4:30-ից հետո դուք նաև ունեք փորձեր, որովհետև ինչ որ ներկայացումներ պետք է պատրաստվի, օրինակ մարդուկ ջարդուկներ մեր ժամանակ, որ մենք մասնակցում էինք, թատրոնին օգնում էինք եւ գնում էինք ապարելու այդ մարդուկ ջարդուկ ներկայացումը։ Եւ մենք 4:30-ից հետո գնում ենք փորձերի, ժամը 6-ին վերջանում էին, նաեւ վազում էինք թատրոն, ժամը 7-ին սկսում էր թատրոնում ներկայացումներ, մենք մասնակցում էինք, դա փոքր ժամանակի մասն եմ ասում, գայնեի մեջի պստիկներն էինք ապարում կամ էլի ինչ որ ներկայացումներ կար, որտեղ որ երեխաներ էին հաշտավոր։ Ժամը 11-ին վերջացնում էինք ներկայացումները։ Վազում էինք տուն, դաս էինք անում մինչև 1-ը, 1-ին 2-ին պարկում էինք քնելու, ժամը 8-ին դու նորից դպրոցում էր։ Դուք նայեք ինչքան հագեցած էր դա։ Եվ դու շաբաթ օրը, շաբաթ եւ կիրակի օրը մենք 2 անգամ էինք ապարում ներկայացում, ժամը 12-ին եւ ժամը 7-ին։ Երեխան ֆիզիկապես արդեն հոգնած է, բայց դրա հետ մեկտեղ դու պետքա կրթվես, դու չես կարող անգրագետ լինես, դու պետքա կրթվես, դու պետքա ամեն ինչ անցնում ես, անդրահաշիվ, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, եւ ստեղծես նաեւ ներքին գեղեցկություն։ Բացի ներքին գեղեցկություն, քո ներքին գեղեցկությունը պետքա լինի քո կրթությունը, ինչքան դու կիրթ ես, դու այդքան կարողանում ես տալ քո հանդիսատեսին, իսկ ինչքան դու լինես դատարկ, դու չես կարողանալու փոխանցես այն կերպարները, այն մարմնավորես այն կերպարները, որը դու պետքա խաղաս բեմի վրա։ Բացի խաղալուց դու պետքա երգես։ Ինձ Գրիգորովիչը ցած խոսք ասեց. պետքա վարժությունը երգես, դու մեջից պետքա երգես, որ կարողանաս ապարես։ Եթե դու երաժշտությունը քո մեջով չանցկացնես, դու չես ապարի։ Դա երաժշտությունն էլ հասկանալու համար դու պետքա իմանաս երաժշտության գրականությունը, սոլֆեջոն, բացի մենք 7 տարի անցնում ենք երաժշտություն, դաշնամուրի։ Դու դա էլ պետքա հասցնես։ Դե պատկերացրեք ինչքան հանգեցած է, կորցրեցիր քո մանկությունը։ Այո։ Բայց դու գիտես, դու հանուն ինչի ես անում։ Դու ունես նպատակ,
դու երեխա ես, դեռ չես հասկանում, դա քեզ պետքա թե պետք չի։ Օրինակ, ես ուղղակի սիրում էի ապրել, ես չէի պատրաստվում լինեի բալետի պարուհի։ Ինձ ուղղակի վերեցին, պարարվեստի ուսումնարան, ընդունեցին, բայց պայմանական ընդունեցին, ասեցին նա չի համապատասխանում ֆիզիկապես, ոչ բոլոր տվյալներ են համապատասխանում բալետի ու տեսնենք ինչ կստացվի հետագայում, նա կմնա թե չի մնա ընդհանրապես։ Ու դրա համար երբ որ պայքար է ձևավորվում նաև։ Երբ որ ինձ ասեցին, որ դու չես համապատասխանում, ես ուղղակի ինքս ինձ դրեցի նպատակ, որ ես պետքա համապատասխանեմ այդ ամեն ինչին եւ կդառնամ պարուհի։ Ու դու ապացուցում ես բոլորին աշխարհում, որ դու արժանի ես, ոչ թե կորդե բալետի վերջի գծում ապրես, ընդհանրապես քեզ չնկատեն, լինես գորշ ու մնաս հետևում, ոչ դու քո մասին պետքա գոռաս, դու պետքա ճչաս, բայց առաջինը դու պետքա ինքդ քեզ ապացուցես։ Ժակլին, բայց նշեցիք, որ ձեր ծնողներն են ընտրել այդ ուղին։ Չի եղել այնպիսի իրավիճակ, որ դուք հասկանաք, որ դա ձեր գիտակից ընտրությունը չէր։ Իմ ծնողները չեն ընտրել, ես sense ասեմ։ Իմ տատիկն ու պապիկը, քանի որ իմ պապիկը բարձր խավից էր, կուլակաթափ էին արել եւ ուղարկել էին այստեղ, ինքը շատ լավ նվագում էր դաշնամուր եւ գիտար, քանի որ ինքը ուներ ուսուցիչներ։ Եվ մեր տունը միշտ մարդիկ էին հավաքվում, իր ընկերները։ Ինքը նվագում էր դաշնամուր։ Ես հենց որ լսում էի երաժշտությունը, վերցնում էի տատիկի շալը եւ սկսում էի պարել։ Եվ իմ տատիկն ու պապիկը ունեին ընկերուհի Մանուշ Սմբատովնա, ինքը պարարվեստի ուսումնարանում ակոմպանիատոր էր։ Ինքը տեսավ ինձ, ասեց, եկեք տանենք իրան պարարվեստի ուսումնարան, որտեղ շատ պարային է։ Դրա համար իմ ծնողները չեն ընտրել։ Ինձ տարան այնտեղ, ինքը ինձ նվագակցեց եւ ես ինչ որ մի բան հնարեցի, պարեցի եւ դասատուն ասեց, որ նա պարային է, բայց ֆիզիկական տվյալները չի համապատասխանում։ Այսինքն երբեք չեք փոշմանել այդ ընտրության համար։ Ինձ թվում է, եթե ես երկրորդ անգամ էլ ապրեի, ես նույն ճանապարհը կանցնեի։ Բայց ես նաեւ ինչ շատ հետաքրքիր է, ես օրինակ բժշկություն եք կուզենայի փորձել ես կյանքում, որովհետև ես չգիտեմ դա ինչից է գալիս, որովհետև քանի որ երևի շատ տրավմատիկ կեր մեր մոտ եւ քո մարմինը լավ գիտես, արդեն գիտես, երբ որ որտեղ ցավում է ինչ է, օրինակ ես կարամ նույն ուրիշ մարդկանց դիագնոզներ դնեմ, շատ հետաքրքիր է, չգիտեմ որտեղից է դա ինձ մոտ։ Միևնույն է, եթե նայում ենք այլ տեսանկյունից, հասկանում ենք, որ արվեստը նաեւ զոհաբերություն է։ Գիտեք ինչ, զոհաբերությունը ինչ որ չափով այո, բայց դու երբ որ զոհաբերում ես, դու այդ րոպեն չես մտածում, որ դու զոհաբերում ես ինչ որ մի բան։ Դու ձգտում ես քո նպատակին, ուզում ես հասնես ինչ որ մի բանին, դու չես ընկալում, դու հետագայում ես արդեն տեսնում, որ այո, դա զոհաբերություն է։ Բայց փորձում ես շատ բաներով չզոհաբերել։ Օրինակ, ես այդ խնդիրը չեմ ունեցել նիհարելու, ես չեմ զոհաբերել դա։ Այո, դու ժամանակ ես կորցնում, մի քիչ ես տրամադրում քո երեխային, բայց ես աշխատում եի շատ տրամադրի, իրան վերցնում էի, բերում էի բեմի հետևում մեծացել է։ Զոհաբերություն, եթե դու չսիրես քո արվեստը, չսիրես քո աշխատանքը, դու այո, դա կընդունես որպես զոհաբերություն, բայց քանի որ դու սիրում ես, դու չես ընդունում դա զոհաբերություն։ Տենց էլ պետքա լիներ։ Այսինքն հնարավոր է լինել մայր, կին, անհատ եւ արվեստի ներկայացուցիչ միաժամանակ։ Այո։ Շատ դժվար է, շատ։ Ես sense մի դեպք պատմեմ 90-ական թվականներին, երբ որ մենք չունեինք ջուր, լույս, տրանսպորտ, գումար, ոչ մի բան։ Մեզ 6 ամսով գումար չէին տալիս, 6 ամիս, պատկերացրեք, եթե դուք գումար չեք ստանում։ Հիմա որ 1 օր ուշացնեն կամ չտան գումար, ոչ ոք գործի չի գնա։ Մենք 6 ամսով գումար չենք ստացել։ Պատկերացրեցիք։ Եվ
ես ոդկով էի գնում գործի, Կոմիտասից ոդկով իջնում էի, բայց քանի որ ես ունեի 9 ամսական երեխա եւ ես պահող չունեի, ես այդ 9 ամսական երեխային վրաց 15 կիլո իջնում էինք Կոմիտասով, ես տանում էի, հանձնում էի իրան մսուր մանկապարտեզ, քանի որ 9 ամսական էր իրան ոչ միտեղ ուրիշ չէի կարող թողնել, գնում էի գործի, ինձ տանջում էի, աշխատում էի, մինչև 4 անցքես, հետո իմ երեխային վերցնում էի եւ ոդկով արդեն ոդքերս արուն, ոչ, արուն, որովհետեւ պուանտներից դու հարում ես ոդքերդ, մազոլներով դու գրկում ես քո երեխային եւ բարձրանում ես վերև ոդկով, որովհետեւ տրանսպորտ չկա, գումարել չկա, որ դու ինչ որ նստես ու գնաս, կամ պետք է ժամերով սառես ու սպասես միջև գա ինչ որ տրանսպորտ, բայց դա այդ ամեն ինչը ես կրունկները հագած էի քայլում, որ ոչ ոք չտեսնի, դու կին ես, դու բալետի պարուհի ես, դու պետք է ներկայացնես քեզ, ոչ ոք չպիտի տեսներ իմ դժվարությունը, եւ տենց մենք գալիս էինք տուն։ Որն է ձեր հաղթանակը որպես կինոս կյանքում։ Իմ աղջիկը, իմ ամենամեծ հաղթանակը դա իմ երեխան է։ Կարիերան, այո, դա մեծ նպատակ էր ինձ հասնել ինչ որ մի բանի, մանավանդ կնոջը, դու պետք է հաղթահարես դժվարությունները, դու պետք է ապացուցես, որ դու արժանի ես, դու պետք է կարողանաս պաշտպանես քո իրավունքները եւ ապացուցես, որ դու ճիշտ ես։ Ու բոլոր կանանց ես խորհուրդ կտամ, որ միշտ միջև վերջ գնան, եթե իրանք զգում են, որ իրանք ճիշտ են, իրանց ճշմարտությունը հասցնեն տեղ։ Ես դառա առաջատար, որ ուզում էի դառնալ առաջատար, ոչ ոք չէր հավատում, որ ես կդառնամ առաջատար պարուհի։ Դառա մայր, բայց դու պիտի լինես լավ մայր քո երեխայի համար եւ բացի դրանից երեխայիդ էլ հասցնես ինչ որտեղ։ Հասցրել եք լինել լավ մայր։ Դա իմ երեխան կասի, հասցրել եմ թե չէ, ես չեմ կարող ասել, բայց փորձել եմ լինել լավ մայր։ Այսինքն հասցնում եք նաև ժամանակ տրամադրել։ Այո, մենք միշտ ճամփորդել ենք միասին, միշտ մենք ինքը չէր ուզում, ես իրան տանում էի Լուվր, տանում էի Իտալիայի բոլոր թանգարանները, բայց հետագայում իրան համալսարանում դա պետք եկավ։ Երբ որ ինքը սովորում էր, ինքը այն ժամանակ չէր հասկանում, բայց հիմա հասկացավ, ես ասա, դա ինձ պետք էր։ Օրինակ, դասատուներից մեկը հարցրեց, ով է տեսել Լուվրում այս նկարը կամ ով է տեսել Վենեցիայում այս նկարը կամ Հռոմում, Վատիկանում ով է եղել, մենակ իմ աղջիկը բարձրացրեց։ Պաստորներին իրան պետք եկավ դա այդ կրթությունը, դա էլ է կրթություն, օրինակ թանգարաններ հաճախելը, չես գնում միայն արտերկիր, ուղղակի ոնց որ շատերը գնում են միայն շոփինգ անելու։ Պես հիմա են ասում վայբս գալու։ Վայբս գալը չգիտեմ, շոփինգ անելու շատերը կամ նկարներ դնեն, որ մա այստեղ ենք եղել։ Այ պետքա իրոք կրթվել, գնալ թանգարաններ, իմանալ ինչ նկարիչներ ունենք ընդհանրապես եւ ինչ հարստություններ ունեն ամեն մի երկիրը։ Ժակլին, երբևէ բեմի վրա եղել է պահ, երբ ստիպված եք եղել ուժեղանալ ձեր թուլության մեջ, ինչ եք սովորել այդ պահից։ Սենց մի բան ասեմ, 16 թվական, երբ որ Բեյրութից վերադարձա 6 ամիս, ես Հայաստանում չեմ եղել, վերադարձա Բեյրութից եւ նորից մտա մեր օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն եւ պատրաստվում էր Ժիզելը, վերապատրաստում էին Ժիզելը, վերականգնում էին ներկայացումը։ Ես մոտեցա մեր ղեկավարին, ասեցի, ես Ժիզելի սաստավի մեջ եմ, իսկ ինձ փորձ չեք տալիս, բայց չէ, դու ստեղ չես եղել 3 ամիս իրանք պատրաստել են արդեն ներկայացումը, դու չես ապարելու, ասի եղավ, ու 1 ամիս հետո մենք արդեն գնալու էինք արձակուրդ։ Ես գալիս էի գործի, իմ կլասիկան անում էի, այսպես ասած, եւ գնում էի տուն։ Հետո վատ դեպք պատահեց աղջիկից մեկի հետ, հայրը մահացավ, ինձ
կանչեցին տնից, ասեցին կգաս իր տեղը փոխարինես, բայց դա առաջատար տեղ չէր, կորդե բալետի մեջ։ Դվոյկա ապարելու սոլիստի տեղ էր, առաջատարի տեղ չէր, ասեցի ես կպարեմ, ես խնդիր չունեմ, կպարեմ։ Բեմական փորձի ժամանակ, օրկեստրովի վերջի գեներալնի փորձի ժամանակ, առաջատարի ծունգը թռնում է տեղից, ստանում է տրավմա եւ օրկեստրը հավաքվում է գնում է տուն եւ չգիտեմ վաղը ով է ապարելու։ Դիմեցին ինձ։ Սկզբից ես ասեցի, ես չեմ ապարի, որովհետեւ նախ դուք վերաբեմադրել ենք, ես փորձ չունեմ, վաղը ներկայացում է, ես նույնիսկ օրկեստրի հետ չեմ փորձել, մասայի հետ չեմ փորձել։ Ոնց եք դուք դա պատկերացնում, բաուրեն են 3 ամիս ովքեր փորձել են, թող իրանք ապարեն, մյուս զույգը թող ապարի, ովքեր որ վաղը պետք է ապարեն, թող 2 օրն է ապարեն, բայց չի լինի, որովհետև այս պարտների վրա են տոմսերը վաճառվել եւ անպայման ինքը պետք է ապարի։ Ասի դուք ինձ տալիս եք փորձավար պարտներին եւ ժամանակ ես բեմի վրա գնամ, փորձեմ։ 1 ժամից հետո ես մոտեցա տներից, ես ապարում եմ։ Ոչ ոք, ոչ մի պարուհի առանց օրկեստրի հետ փորձելու, առանց մասսայի հետ փորձելու չեր դուրս գա բեմ։ Դուք պատկերացնում եք իմ վիճակը։ Երևի ամենաուժեղը այդ կյանքում այդ պահին եղել եմ ես։ Ես ուղղակի խնդրեցի, որ անպայման ասեն, որ Ժակլինը փոխարինում է, փրկում է ներկայացումը, որովհետև պետքա ապարել ուրիշ մարդ, իրանք 3 ամիս պատրաստվել են։ Ու ինձ մոտեցան, ասեցին, մենակ դու կարայիր տենց բանաներ, ասի որովհետև ես վստահ եմ իմ ուժերի վրա։ Եվ մենք հենց այդ պահերի համար ենք ապրում։ Այո, եւ ես բեմի համար եմ ապրում, ես իմ հանդիսատեսի համար եմ ապրում, իմ հանդիսատեսի աչքերի համար եմ ապրում, որ ես ուզում էի, որ իմ հետ հանդիսատեսը հուզվեր, լացեր, ուրախանար, սիրեր, տառապեր։ Նույն երբ որ պարում էի Ռոմեո Ջուլիետին, իրանք իմ հետ դառնային 16 տարեկան, իդեպ ասեմ, ես 35 տարեկանում եմ պարել Ջուլիետը, 16 տարեկան իմ հետ դառնային, առաջի սերը զգային, առաջի համբյուրը զգային։ Դրանով ես դու ապրում։ Ռուսը շատ լավ խոսք ունի, кто не рискует, тот не пьет шампанского։ Ժակլին, բալետում շատ են լարվածությունները։ Ինչ է խլում այդ լարվածությունը արտիստից։ Անկեղծ ասած, ես այդ լարվածությունը չեմ զգացել, որտեղ ես զգացել եմ նախանձը իմ հանդեպ, բայց ես նախանձին մոտեցել եմ միշտ թեթև ժպտալով, եւ այդ իմ ժպիտը երևի կոտրում էր բոլոր նախանձության դռները։ Լարվածությունը այո, շատ է։ Իմ կոշիկի մեջ դրել են մախատասեղ, իմ շորը կտրել են, իմ շորը պահել են, երբ որ ես Կարմենի ժամանակ պետքա գնայի փոխեի 45 րոպե Կարմեններ, ես չէի հասցնում, որտեվ բեմի վրա էի զգեստս թողնում, երբ որ տորեադորը դուրս է գալի, ունեմ 2 րոպե, այդ ընթացքում պետքա փոխվեի, կարմիր զգեստս փոխեի սևով եւ դուրս գայի։ Դուրս եմ գալի, տեսնում եմ զգեստս չկա։ Նորից նույն զգեստով դուրս եմ գալի։ Հիմա եթե ես ինձ կորցնեի եւ դուրս գայի, ցույց տայի այդ լարվածությունը, դա ոչինչ ձեր չէր տա։ Կհաղթեին այն կողմը, ովքեր որ արել էին, բայց ես այնպեսի վստահ եւ այնպեսի շարունակեցի լավ ներկայացումը, որ ոչ ոք չզգաց դա։ Ժակլին, որպես կին, ով միշտ բեմի լույսերի մեջ է, ինչն է ձեզ երջանկություն պարգևում առօրյա կյանքում։ Սենց հասեմ, միջև պարելը իմ մոտ կար լրիվ ուրիշ, օրինակ պարելուց հետո ես ուրիշ հաճույքներ եմ ստացել, ես դառնում եմ որպես ուսուցիչ, իմ համար հիմա դա ուրիշ կյանք էր, պարելը, արվեստ, լույս, դա լրիվ ուրիշ կյանք էր, բեմը թողելուց հետո իմ մոտ կյանքի ուրիշ էտապ եկավ,
ուսուցիչ, բեմադրող, ստեղծագործող, դա ու մեկ-մեկ ես վերադառնում եմ ու ասում եմ, արդյոք ես բարել եմ, արդյոք դա իմ հետ ա եղել։ Քանի որ երևի ես շատ հանգիստ անցա դասավանդելու եւ բեմադրելու մեջ, ես դա դժվարությունը չեմ տեսնում։ Այսինքն հեշտ է։ Հեշտ իմ մոտ դա հեշտ եղավ։ Ես չգիտեմ ուրիշների մոտ։ Ես չգիտեմ ուրիշների մոտ ոնց է եղել։ Իմ մոտ շատ հեշտ է։ Հիմա ինձ հաճույք է պատճառում, երբ որ ես տեսնում եմ արդյունքը։ Իմ երեխաների արդյունքը բեմի վրա, այն ինչ որ գիտելիքը ես կարողանում եմ իրանց փոխանցել, այն բեմադրությունը, որի մոտ ստացվում է, որ երեխաներին տանում եմ արտերկիր մրցումների, որ տեղ ենք բերում, ես դրա մեջ եմ ինձ տեսնում։ Տեսնում եմ արդեն իմ ուսանողի մեջ, իմ երեխայի մեջ։ Ես ինչ եմ ասում իմ երեխան, որովհետև ես բացի նրանից, որ դու տալիս ես իրան գիտելիք, կրթություն, պար սովորացնում ես, դու իրան նաև ոնց որ իմ ուսուցիչներն են ինձ դու սովորեցնում ես իրանց նստել, խոսալ, պատասխանել, ճիշտ գրքեր կարդալ, այդ ամեն ինչը, արժեքներ, անշուշտ, դու իրանց հետ խոսում ես, դու իրանց հետ ավելի շատ ժամանակ ես անցկացնում, քան թե իրենց ծնողը։ Դու իր մասին ավելի շատ բան գիտես, քան թե իրենց ծնողը։ Մանավանդ եթե դու իր հետ էլ ճամփորդում ես, դու ուրիշ կողմից ես իրան տեսնում, քան թե իր ծնողը։ Դու դառնում ես իր համար եւ մայր, եւ ընկեր, եւ ուսուցիչ։ Եվ մեծագույն հաճույք է, երբ զգում ես փոփոխությունը։ Փոփոխությունը պիտի տեսնես։ Եթե դու չպիտի տեսնես փոփոխություն, ավելի լավ է դու չանես դա։ Ընդհանրապես թարգես ու գնաս այն կողմ, որովհետեւ ուսուցիչը, պարողը եւ բեմադրիչը դա տարբեր մասնագիտություններ են։ Լրիվ տարբեր մասնագիտություններ են։ Դու չես կարող, ես կարող եմ շատ լավ պարուհի լինեմ, բայց չկարողանամ բեմադրեմ։ Չկարողանամ դասավանդեմ, որովհետև դասավանդելը տրված է վերևից։ Այո։ Դա նույնպես առաքելություն է։ Յուրաքանչյուր մարդ չի կարող ուսուցիչ կոչվել։ Դա մեծ առաքելություն է։ Ինձ թվում է առաքելություն է նաև, երբ որ դու լավ ծնող ես, երբ որ լավ ուսուցիչ ես, լավ բեմադրիչ ես, եւ ունես լավ աշակերտներ, որոնք որ ուզում են քեզ տեսնեն, շատ տարիներ են անցնում։ Ես հիմա ունեմ ուսուցիչներ, որը պարում են Վիեննայում, որը պարում են Ամերիկայում, Ֆրանսիայում, մեր բեմի վրա են պարում որպես մենապարող, Ռուսաստանում են պարող, եւ ամենակարևորը, որ իրանք քեզ չեն մոռանում։ Այ դա մեծ հաղթանակ է ուսուցչի կողմից, որ իրանք քեզ չմոռանան։ Ժակլին, երիտասարդների եւ փոքրիկների հետ շատ է ձեր շփումը։ Ինչ փոփոխություններ եք նկատում ձեր սերնդակիցների մոտեցման, դուք ինչպես եք վերաբերվել արվեստին եւ ներկա սերունդը ինչպիսի մոտեցում է ցուցաբերում արվեստին, ինչ փոփոխություններ եք նկատում։ Նայեք, ես հիմա դասավանդում եմ, օրինակ ներկա պահին դասավանդում եմ Բեյրութում, բայց միջև այդ դասավանդել եմ Նատալիա Սերգեևնա Ռոտենբերգի գիմնաստիկայի դպրոցի բալետի ուսուցիչն եմ եղել։ Եվ այս փուճուրների մոտ, քանի որ իրանք սպորտով են զբաղվում, իրանց մոտ կա նպատակ լինել չեմպիոն։ Բայց սա սպորտի մեջ ես տալիս եմ իրանց կլասիկա, բայց սպորտի մեջ իրանք ուզում են գնալ առաջ, բայց ինչ վերաբերվում է բալետի մեջ, օրինակ ես աշխատել եմ երեխաների հետ ու ասում եմ չես ուզում մենապարես, արի աշխատենք գնաս առաջ, ինձ ասեց ոչ, ինձ մի քիչ կոպիտ է հնչում, ես ավելի շատ հիմա գումար եմ վաստակում, քան թե մենապարողը, դες մենք անցել ենք արդեն ավելի շատ գումար աշխատելու նյութականի, քան արվեստի։ Օրինակ Բեյրութում պատերազմի ժամանակ երեխաները ուզում էին, որ իրանք բարի դասի գնային, կողքը ռումբեր էին տրաքում նոյեմբեր ամսին, պատերազմ էր, բայց իրանք դպրոցը բացեցին, որ կարողանան հայ համայնքը պահեն, հայկական պարը պահեն, բալետը պահեն, այդ ամեն ինչը
Դուք հասկանում եք, ասում եմ, կողքը ռումբերը տնու ձայնը լցվում է, նույնիսկ շենքը շարժվում է դրանից, բայց դպրոցը բացում է, երեխան գալիս է դասի, որ հայկական բան ուսանի, տարբերությունը, հասկանում եք, ստեղի երեխաների ու տեղի երեխաների մի քիչ նյութական է դառել, դա շատ ցավալի է։ Մենք կյանքում նյութականը չենք հարցնում, երբ որ մեզ ասում են, որ այսօր այս ժամին կգաք համերգի, մենք առաջինը չէր մեր համար, որ ինչքան մեզ կվճարեն, իսկ հիմա նույնիսկ երեխան դեռ չավարտած, որ դու իրան ասես, արի այս պրոյեկտի մեջ մասնակցի, ինձ առաջ է հարցը կտա, իսկ ինչքան եք դուք ինձ վճարելու։ Մի քիչ շատ է հասարակացել, այդ ամեն ինչ շատ ցավալի է օրինակ։ Շատ հաճախ կոմֆորտը բերում է հենց դրան։ Դիսկոմֆորտի մեջ ավելի կարծես թե այո, դիսկոմֆորտի մեջ ավելի դու ուզում ես հասնես ինչ որ լավագույնի, ստեղծագործես ու նախ ուղղդ ես սկսում աշխատացնես, որովհետև ես միշտ ասել եմ եւ ելի կասեմ, դու ամբողջ կյանքդ պետքա սովորես, եթե դու սովորելու բան արդեն չունես, դու պետք է արդեն մահանաս։ Դու ամբողջ կյանքդ պետքա սովորես, թե երեխաներից, օրինակ ես երբ որ գնացի գիմնաստիկայի դպրոց, FRG, ես երեխաներից էլ էի սովորում։ Ես տեսնում եմ, որ իրանք չէ, իրանք 150 անգամ էլ կանեն, 200, ես հիշում եմ իմ մանկությունը, որովհետև գալիս ես մի քիչ ավելի ուրիշ մեծերի մոտ, տեսնում ես, որ դա կորել է։ Օրինակ 12, 13, 14 արդեն անհետաքրքրություն է իրանց մոտ։ Ու ասում ես, չէ, ավելի լավ է ես այս երեխեքի հետ աշխատեմ, որովհետև իրենց հետ ինձ ավելի հետաքրքիր է, որովհետև իրանցից էլ սովորելու բան ունեմ, իրանցից էլ լեցուն բան ունեմ հասկանալու, բայց դառնում անհետաքրքիր, երբ որ դու սովորելու բան չունես։ Եվ ասում են, չէ, դժվար ժամանակները ծնում են ամենակայացած տաղանդներին։ Այո, ես համամիտ եմ ձեր հետ։ Ձեր մասնագիտությունը թույլ է տալիս մարդկանց հուզվել։ Իսկ որ բալետային դերն է ձեզ ամենաշատը հուզել, որը որ խաղացել եք։ Երևի Սպարտակը, Ֆրիկյան։ Բայց գիտեք ինչն է պատահ, որ շատ էր հուզել նաև իմ ուսուցիչներին։ Դա 2010 թվականին էր, երբ որ ինձ նախ չհայտնեցին, ես իմացա, որ իմ ամուսինն էր մահացել։ Ես զանգեցի իմ աղջկան, իմ աղջիկը ասաց անպայման կպարես։ Ինքը 13 կամ 12 տարեկան էր, ասաց անպայման կպարես, չվերկանաս չգաս, հետո կգաս։ Դա ես զգացի, որ դա կայացած մարդու, մեծ մարդու խոսք է։ Եվ երբ որ ես պարում էի Սպարտակի մահի տեսարանը, իմ մոտ իմ ամուսնու կերպարն էր գալիս եւ երևի այդպես էմոցիոնալ թե ես, թե իմ հանդիսատեսը, թե իմ ուսուցիչները չէին ապրել երբեք։ Հետո անշուշտ իմ մոտ սառնություն մտավ մեջս, որովհետև ես այդ սաղ էմոցիաներս թողեցին դուրս, բեմը շատ է ինձ օգնել, միշտ երբ որ ինչ-որ վիշտ ունեի, ինչ-որ մի բան ունեի, ես գալիս էի լիցքաթափվում էի բեմի վրա եւ կարողանում էի այդ դժվարությունները հաղթահարել։ Ես բեմին շնորհակալ եմ, որովհետև դու մեջդ չես գցում, չես պահում, որը հետագայում կարա քեզ դժվարություն տալ, այդ բեմը քեզ նույն վատ օրերին, վատ այդ ես չէի հիշում, ենթադրենք ես կարող այդ օրը սոված եմ մնացել կամ ոտքով եմ բարձացել։ Ես չեմ անդրադարձել դրան, որտեվ ես դուրս եմ եկել բեմ, ես բեմի վրա թակուհի էի։ Թեկուզ դու ժիզել էր, որ այնտեղ խենթանում ես եւ մահանում ես, բայց դու բեմի վրա թակուհի էր եւ բոլոր դժվարությունները դու դնում էիր երկրորդ պլան։ Ես իրոք կարող եմ ասեմ բեմի շնորհակալություն, նույնը հիմա ես զգում եմ իմ երեխաների հետ։ Երբ որ դու իրանց հետ ես, դու ամեն ինչ մասին մոռանում ես։ Դու կարողանում ես դժվարությունները հաղթահարես եւ քո դժվարություններն ընդունես։ Կարար ավելի վատ լիներ։ Եթե Աստված քեզ տալիս է դժվարություններ, ուրեմն դու կարողանում ես դա հաղթահարես։ Դու պիտի ընդունես, որ շնորհակալություն, որ սենց է եղել, կարար ավելի վատ լիներ։ Այո։ Ժակլին, ուղեմ փոքրիկ հարցեր։ Բեմից դուրս սիրելի զբաղմունք։
այգին։ Ինձ զարմանալի է։ Այո, այգի եւ իմ կենդանիները։ Ես արդեն ունեմ 3 հատ կենդանի, որին ворթեգրել եմ։ Հասարակ դրսի շներ եւ կատուն։ Եվ նրանք շատ մոտ են արվեստին։ Եվ շատ մոտ են մարդկությանը, որովհետեւ իրանք այնքան շնորհակալ են, որ դու իրանց փողոցից վերցրեցիր եւ չթողեցիր, որ իրանք սատկեին։ Այդ մի շունիկս, որ եկել էր ինքը սատկում էր, բարդ հիվանդություն ուներ, բուժեցինք իրան, տարանք հիվանդանոց։ Բոլորը ինձ ասում են դու խենթ ես, փողոցի շանը կվերցնեն, կտանեն հիվանդանոց։ Այո։ Եվ ես ես մի բան ասեմ, եթե ես այդ շանը չփրկեի, ես 10 օրից հետո վթարի մեջ էի ընկնելու մեծ։ Եվ կարողա այստեղ նստած չլինեի այսօր։ Ուրեմն հենց ինձ չի։ Իրոք դա առաքելություն է։ Հոգատարություն։ Հոգատարություն է։ Եթե մեկ բառով նկարագրեիք ձեր կյանքը, որը կլիներ այդ բառը։ Օ, մի բառով չի լինի իմ կյանքը նկարագրել։ Պայքար։ Մեկ բառով միայն պայքար։ Ինչն է ձեզ միշտ ժպիտ պարգևում։ Ես միշտ եմ ժպտում։ Ես արթնանում եմ ժպտել, արևը։ Ես սնուցվում եմ արևից։ Առաջին բանն ինչի համար շնորհակալություն եք հայտնում ամեն օր։ Որ ես արթնացա։ Շնորհակալ ենք Ժակլին։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ։ Բավականին հաճելի զրույց էր ինձ համար, որովհետև շատ հաճախակի չէ, որ կարող ես լսել նման կարևոր խոսքեր, նման կարևոր խորհուրդներ, դրանք արժեքներ են ստեղծում եւ կասեմ, որ շատերը չեն հասկանա մեր զրույցը, այո, բայց ովքեր էլ որ հասկանում են, այն մարդիկ են, ովքեր որ ծնվել են առաքելությամբ։ շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, Ժակլին Սարխոշյանն էր տաղավարում, կհանդիպենք։